Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավականու մանդատներից հրաժարվելու կամ ընտրացուցակը լքելու դիմումներ է ստացել։ Գործընթացը սկսվել է Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 20-ին իրականացված հատուկ գործողություններից հետո։ Կալանավայրում գտնվելու պատճառով նախ մանդատներից հրաժարվել են կոմունիստական կուսակցությունից Գևորգ Ղուկասյանը եւ Սեդրակ Խաչատրյանը, իսկ նրանց փոխարինել նույն կուսակցությունից ցուցակի հաջորդ համարները Տիգրան Ավագյանը եւ Սամսոն Էլբակյանը։ Մանդատը չվերցրած, սակայն Տիգրան Ավագյանը նույնպես կալանավորվել է եւ կալանավայրից մանդատը վայր դնելու դիմում ներկայացրել։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրել է, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Գնել Մանուկյանը, որի հարցը կքննարկվի հաջորդ արտահերթ նիստում։ Քվորում ապահովելու համար անդիմությանն անհրաժեշտ է 17 մանդատ, ավականու 1 նիստ արդեն չի կայացել քաղաքացիական պայմանագիր խմբակցության չներկայանալու պատճառով։ Ըստ օրենքի, եթե ավականի 3 ամիս նիստ չգումարի, այն կլուծարվի եւ կնշանակվեն նոր ընտրություններ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով այսօր Վրաստան կմեկնի։ Վրացական կողմի տեղեկացմամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի նստավայրում կանցկացվի պաշտոնական արարողություն, որից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղում պատարագի կմասնակցի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագը կմատուցի Տեր Երվանդ Քահանա Բաբայանը։ Փաշինյանն այս մասին հայտնել է Facebook-ում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի իշխանությունների հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ծրագրի շուրջ, հաղորդել է ամերիկյան Axios-ը վկայակոչելով կողմերի պաշտոնյաներին։ Լրատվամիջոցի տվյալներով խոսքը 28 կետից բաղկացած ամերիկյան ծրագրի մասինն է, որը ոգեշնչված է Գազայի հատվածի հարցը լուծելու Թրամփի հաջող ջանքերից։ Ծրագրի նպատակներն են խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում եւ Վաշինգտոնի, Մոսկվայի ու Կիևի հետ հարաբերությունների ապագան։ Հրապարակման համաձայն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը փաստաթուղթը մանրամասն քննարկել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Իսրայելի ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում պաղեստինյան փախստականների Էյն Հելվե ճամբարում առնվազն 13 մարդ է զոհվել։ Լիբանանյան լրատվամիջոցների հաղորդման անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիդոն ծովափնյա քաղաքի մոտ գտնվող ճամբարի մզկիթի կայանատեղիում գտնվող մեքենայի։ Հարձակման հետևանքով նաև 4 վիրավոր կա։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածը հասցվել է Համասի անդամներին, որոնք գործում էին փախստականների ճամբարում գտնվող ուսումնական կենտրոնում։ Համասն Իսրայելի հայտարարությունը հորինվածք է որակել։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 19-ից 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում կարճատև մառախուղ կլինի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։ Երևանում նույնպես նոյեմբերի 19-ից 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-ից 18, երեկոյան ժամերին 8-ից 10 աստիճան տաքություն։